Միացյալ Նահանգների հետ արդեն տարածաշրջանային քաղաքականության մասով մեր հարաբերությունները գտնվում են վերընթաց վիճակում։ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության հուշագիրը ընդամենը 2025 թվականի հունվարին է ստորագրվել եւ տեսեք, թե այս ընթացքում ինչ զարգացումներ են տեղի ունեցել։ Ես հիշում եմ, որ նախորդ տարվա սեպտեմբերին ուղիղ մի տարի առաջ այս դահլիճում ստիպված էի ճակերտավոր արդարանալ, որ օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հետ արհեստական բանականության եւ կիսաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին ընդամենը մտադրությունների հուշագիր եմ ստորագրել, որն այդ թվում այս պահին դահլիճում ներկա որոշ ընդդիմադիր падգամավորների այն ժամանակվա պնդման ոչինչ չասող եւ չնշանակող թուղթ էր։ Այդ ճակերտավոր ոչինչ չասող թղթի ստորագրումից 1 տարի անց Հայաստանում 3 սուպեր համակարգչային կենտրոն է բացվել, որոնցից մեկը Երևանի պետական համալսարանում, մյուս երկուսը արհեստական բանականության գործարաններ են եւ այս ոլորտում Հայաստան, Միացյալ Նահանգներ, մասնավոր ներդրողներ համագործակցության պլաններն այնպիսին են, որ մենք թերևս ստիպված կլինենք կրկին անդրադառնալ մեր էներգետիկ ռազմավարությանը, որովհետև արհեստական բանականության ոլորտի ներդրումային նախանշվող ծրագրերը էներգետիկայի պահանջարկը մեծացնելու են ահռելի տեմպերով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները հիմա արդեն հիմնված են համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության վրա, որը բոլորովին վերջերս է ստորագրվել, եւ սա մեր երկրների հարաբերությունների բարձրակետն է։ Վերջին տարիներին մենք ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Վրաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի, Նիդերլանդների, Ղազախստանի, Գերմանիայի, Լյուքսեմբուրգի, Միացյալ Թագավորության, Բուլղարիայի, Խորվաթիայի, Լիտվայի հետ։ Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունները գնալով դառնում են ավելի բազմաչափ ու բազմաշերտ եւ մենք արդեն համագործակցում ենք այնպիսի ոլորտներում, որ նախկինում երբեք չենք գործակցել։ Եվրոպական միության հետ մեր գործընկերության ռազմավարական օրակարգը իրացվում է տեսանելի տեմպերով։ Նախորդ տարի ազգային ժողովի կողմից ընդունված Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը նոր թափ տվեց այս գործընթացին։ 2026 թվականի մայիսին Երևանում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, ապա եւ Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։ Հայաստանը այսօր միակ երկիրն է, որի հետ Եվրոպական միությունը վիզաների ազատականացման ակտիվ բանակցություններ է վարում, եւ մենք մտադիր ենք Եվրամիության հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում։ Հարգելի ներկաներ, սիրելի ժողովուրդ, գաղտնիք չեմ բացի ասելով, որ Եվրոպական միության հետ մեր հարաբերությունների մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել Ռուսաստանի Դաշնությունը։ Իմ կարծիքով Եվրամիության հետ մեր հարաբերությունների զարգացումը իրականում առիթ է տվել դրան եւ դրա խորքային պատճառը չէ։ Իսկ Ռուսաստանում առաջացած մտահոգությունների հիմնարար պատճառը այն տրանսֆորմացիան է, որ սկսվել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Ընդ որում, այդ տրանսֆորմացիան ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքն է, այլ մեջ հաշվով բնական գործընթաց։ Մի բան է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունը հակամարտության պայմաններում եւ բոլորովին այլ բան այն պայմաններում, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված, իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում լարվածություն ընդհանրապես չկա եւ հեռանկարը դրական է։ Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատմական հանգամանքների բերումով Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների ընկալումը հիմնականում եղել է ռազմական անվտանգային։ Արդեն 2 դար հայ-ռուսական հարաբերությունները կառուցվել են այն հենքի վրա եւ ըմբռնման, որ Ռուսաստանը հայ ժողովրդի, ապա եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է։ Ես չեմ կասկածել այս գործառույթը կատարելու Ռուսաստանի նվիրվածությանը, բայց 2021, 2022
2023 թվականների իրադարձությունները ցույց տվեցին, որ անվտանգային սեփական խնդիրներ ունենալու բերումով Ռուսաստանի Դաշնությունը երբեմն կարող է էական սահմանափակումներ ունենալ այդ դերը կատարելու համար։ Դա մենք տեսանք 2022 թվականի սեպտեմբերին, դա մենք տեսանք 2023 թվականի սեպտեմբերին։ Եվ այստեղ է, որ կրկին առերեսվեցինք մեր պատմության դասերը սովորած չլինելու ցավալի փաստի հետ։ Ի վերջո 19-րդ դարի կեսերից Օսմանյան կայսրությունում հայության կոտորածները ահագնացան այն բանի արդյունքում, որ մենք նախ որոշեցինք, որ մեր հարցերը միջազգային երաշխավորների միջոցով պետք է լուծենք, ապա եւ մեր ամբողջ գործունեությունը ծավալեցինք այս տրամաբանության վրա, հենվելով, հավատալով նաեւ ուժային գործոններին։ Կար նույնիսկ ժամանակ, երբ թվում էր, գոնե մեզ այդպես էր թվում, թե աշխարհի հզորները, մասնավորապես Ռուսաստանը, տարածքներ է գրավում մեզ համար։ Այս ընկալումը ավելի էր թանձրացնում մեր շուրջ ձևավորող թշնամությունը, այսինքն մենք ինչքան ուրախանում էինք Ռուսաստանի հաջողություններին առաջին համաշխարհային պատերազմում եւ դրանից առաջ, այդքան մեր շուրջ ձևավորվում էր թշնամության մթնոլորտ։ Իսկ երբ Ռուսաստանը իր ներքին խնդիրների եւ այլ պատճառներով ստիպված էր հեռանալ տարածաշրջանից, մենք մեկ մենակ մնացինք մեզ թշնամի համարող եւ մեր կողմից թշնամի ընկալվող միջավայրի հետ։ Եվ ահա այս պայմաններում ջարդերը դարձան կոտորածներ, կոտորածները ցեղասպանություն։ Մենք պատմությանս դաս այդպես էլ չսովորեցինք նույնիսկ 21-րդ դարում, մինչև իրականությունը իր Տեր Թոդիկյան ոճի դասատուի պես մեզ չսովորեցրեց այդ դասը, ու մենք ի վերջո մեզ ճանաչեցինք հայտնի առածի հերոսի այն դերում, որում գտնվում ենք։ Իսկ առածը հետևյալն է. մարդու 21-րդ դարի մասին է խոսքը եւ 20-րդ։ Մարդու ամենամեծ դժբախտությունն այն է, որ նա չգիտի, թե որքան երջանիկ է։ Ու մենք, որ 19-րդ դարում մեկնարկած մեր գաղթը այդպես էլ չէինք դադարեցնել նույնիսկ 1991 թվականից պետություն ունենալու պայմաններում, մենք, որ նույնիսկ պետություն ունենալու պայմաններում շարունակում էինք ավետյաց հայրենիքի մեր փնտրտուքը, միայն պատմության քննությունից կտրվելու վերջին պահին հասկացանք, որ պատմական արդարության մասին երազելու կարիք չկա, ազգային իղձերով ապրելու կարիք չկա, հայրենիքի մասին երազելու կարիք չկա, որովհետև մեր երազանքները եւ իղձերը իրականացված են, եւ Հայաստանի Հանրապետությունը մեր երազանքների հայրենիքն է։ Հայաստանի Հանրապետությունն է մեր երազանքների հայրենիքը։ Մենք շատ դժվար հասկացանք, որ հայրենիքը պետությունն է, որ պետությունից դուրս այլ հայրենիք չկա, եւ մենք որոշեցինք ճանաչել այդ հայրենիքը։ Մենք որոշեցինք ճանաչել Հայաստանի Հանրապետությունը ու նրա տարածքային ամբողջականությունը։ Եվ այդ հենքի վրա հնարավոր եղավ հաստատել խաղաղություն եւ բացել ապագայի դռները եւ այդ դռներով մտնել ապագայի մեջ։ Մենք որոշեցինք, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի լինելու մեր արտաքին քաղաքական օրակարգում, ու մինչ նախադասություններ էինք ձևակերպում մեր հանրությանը բացատրելու, թե ինչու, իրադարձությունները իրենք ցույց դրեցին մի պերճախոս բացատրություն, երբ բոլորովին վերջերս Իսրայելի կառավարությունը ամենասուր վճռականությամբ հայոց ցեղասպանության ճանաչման process սկսեց, ապա նույնպիսի վճռականությամբ կանգնեցրեց այդ process-ը։ Սա էլ էր մի կարևոր իրադարձություն, որ բացեց վարակույրը եւ մենք բոլորով տեսանք, ստիպված եղանք տեսնել, թե ինչ է կատարվում դրա ետևում։ Միջազգային խաղացողները ներողություն է ձևակերպման համար մեր նահատակների մասունքներով Իրաքի բամփում են, բայց մեր գլուխն է ցավում։ Միջազգային խաղացողները մեր նահատակների ոսկորները զենքայնացնում են, դրանով կրակում իրար վրա, բայց մենք ենք զոհվում։
Այնպես ինչպես եղել է 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին ու վերջին եւ մինչեւ բոլորովին վերջերս։ Մենք պետք է վերջ տանք հայոց ցեղասպանության զենքայնացման այս գործընթացին, որովհետեւ եթե նույնիսկ միամտություն ունենանք մտածելու, թե դա զենք է նաեւ մեր ձեռքին, այդ զենքի կրակոցից էլի ու էլի մենք ենք զոհվել, էլի ու էլի մենք ենք զոհվելու։